վտանգավոր է ժողովրդին մատուցելու համար։ Հետևաբար մենք դեմ չենք հարաբերությունների կարգավորմանը, մենք դեմ ենք այդ ճանապարհով գնալուն, որտեղ դա համարում ենք կործանման ճանապարհ։ Հիմա, երբ մենք ասում ենք պետք չի հրաժարվել մեր իրավունքներից, պետք չի գնալ զիջումների ճանապարհով, երբ որ մենք ասում ենք այո, Արցախը հայկական է, դուք ասում եք, որ դուք սպառնալիք եք Հայաստանի Հանրապետությանը եւ չեք ճանաչում Հայաստանի ինքնիշխանություն կամ տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այս քարտեզը, որ փակցրել եք ստեղ, սա դուք եք դրել հարցականի տակ։ Հիմա քարտեզը վերցրել եք, ընկել եք հետևներիցս, մեկ նվեր եք տալի, մեկ ասում եք փակցրեք։ Կարող եք ասել հարց, երբ որ մոտենաք այս ամբիոնին, այս պահին որքան է Հայաստանի Հանրապետության դե ֆակտո տարածքը։ Այս պահին Հայաստանի Հանրապետության դե ֆակտո տարածքը որքան է։ Ազատագրեք այս քարտեզը, ապահովեք այս քարտեզի տարածքային ամբողջականությունը, այո, առաջինը ես կփակցնեմ։ Դրա մեջ վատ բան չկա։ Եվ ի գիտություն բոլորին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը մեր համար գերագույն արժեք եւ մեր հայրենիք։ Ու եթե մենք ասում ենք Արցախը հայկական է, դա չի նշանակում, որ սա կասկածի տակ ենք դնում։ Արցախը հայկական է եւ քննարկման ենթակա չի։ Դուք եթե վաղը նույնիսկ օրենք բերեք ազգային ժողով, ու եթե դուք մնաք իշխանության բերելու եք այդ օրենքը, ասեք ով որ ասի Արցախը հայկական է, նրան գնդակահարում ենք, միևնույն է, ես իբրև դաշնակցական ու իմ ընկերները ու ոչ միայն դաշնակցականները գալու են այս ամբիոնի մոտ եւ ասեն Արցախը հայկական։ Եթե դրանով է պայմանավորված ձեր ատելությունը դաշնակցության նկատմամբ, դա շատ նորմալ է։ Եվ եթե այդ ատելության դոզան քչանա, ես անհանգստանամ, ուրեմն դաշնակցությունը իր տեղում եւ դերում չի։ Հիմա հայ-ռուսական հարաբերությունների մասին պարոն Ռուբինյանը հստակ հարցադրումներ է տալիս։ Արդյոք Ռուսաստանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը։ Ոչ, Ռուսաստանը սպառնալիք չի մեր պետականությանը։ Արդյոք հայկական արտադրանքները համապատասխանում են ստանդարտներին։ Ես չգիտեմ, բայց ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգելումը դա քաղաքական որոշում է։ Արդյոք այդ քաղաքական որոշումը գործընկերային է։ Այդ հարցի պատասխանը դուք տվեք։ Ես Ռուսաստանի նախագահին եւ կարծում եմ այս երկու խմբակցություններից որևէ մեկը մոտիկից չի տեսել։ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ Վլադիմիր Պուտինը իմ ավագ ընկերն է եւ ինքը ավելի շատ է շփվում Պուտինի հետ, քան բոլոր 3 նախագահները միասին վերցրած։ Հետևաբար գնացեք եւ կարգավորեք այդ հարաբերությունները։ Այս ճգնաժամը դուք եք ստեղծել, որի համար վճարելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ժողովրդավարության մասին կարճ ասեմ, որ այն ճանապարհը, որ դուք ընտրել եք եւ հաճախ ասում եք ժողովրդավարություն, դա ժողովրդավարության հետ կապ չունի։ Ժողովրդավարությունը ունի 4 կարևոր սկզբունք, 4 կարևոր իրավունք, որ եթե ուզում ես քո երկրում ապահովես ժողովրդավարություն, այդ սկզբունքները պետքա պահես։ Ազատ ընտրելու եւ ընտրվելու իրավունք, ազատ խոսքի իրավունք, սեփականության իրավունք եւ աշխատանքի իրավունք։ Այս 4 իրավունքները դուք գողացել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։ Հետևաբար ձեր ճանապարհը ժողովրդավարության հետ կապ չունի։ Քաղբանտարկյալների մասին։ Այսօր անազատության մեջ գտնվող մարդիկ Բագրատ Սրբազան, Գագիկ Ծառուկյան, Անդրանիկ Թևանյան, Արմեն Աշոտյան, Ավետիք Չալաբյան, Ալիկ Ալեքսանյան, Արեգնաս Մանուկյան, Սամվել Կարապետյանը, շարք կարող եմ երկար կներեմ, բոլոր նրանք ում անունները չեմ տալիս, բայց նրանք այսօր գտնվում են անազատության մեջ, բացառապես նրա համար, որ չեն կիսում ձեր վարած քաղաքականությունը եւ զբաղվել են քաղաքականությամբ, հետևաբար նրանք բոլորը քաղբանտարկյալներ են։ Իմ ընկեր Արամ Վարդևանյանի մասին, իմիջիայլոց կարող եմ 2 րոպե ավելի խոսել, ֆրակցիայից պակաս կխոսեմ։ Շնորհակալ եմ։ 2 րոպե ավելացրեք, պարոն Սաղաթելյանի։
Արամ Վարդևանյանի մասին։ 2 օր ցած կարմիր գծով անցկացնում եք, որ Արամ Վարդևանյանը եղել է Հայաստան դաշինքի ամպ։ Փորձելով ինչ-որ հասկացնել, թե ճամբարափոխություն է տեղի ունեցել։ Տեսեք, Արամ Վարդևանյանը նախ Հայաստան դաշինքին մաս կազմող կուսակցությունների որևէ անդամ չի եղել։ Քաղաքական թիմ կուսակցություն չի լքել։ Մանդատը վայր է դրել, զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ Այս խորհրդարանը, բայց ճամբարափոխության լավ օրինակներ ունի։ Օրինակ Իշխան Զաքարյանին հիշում եք, այն հատվածում էր նստում, երբ որ մի նստարան եկավ ներքև, դարձավ ձեր սիրելի падգամավորը, 4 տարի ազգային ժողով չեկավ, բացականեր չուներ, վերջում էլ ապօրինի գույքով համաձայնության եկաք։ Երկու կողմերն էլ գոհ են եւ երջանիկ։ Գեգամ Նազարյանը մի շարք տեղափոխվեց այնտեղ, դա ճամբարափոխություն էր։ Արամ Վարդևանյանը ճամբարափոխություն չի արել, վայր է դրել եւ զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ Անընդհատ մեղադրում եք Վարդևանյանին այս ընթացքում, որ դու աշխատել ես մասնավոր ընկերությունում, հայտնի մարդկանց շահերը պաշտպանել ես, դրա համար վճարվել ես։ Ժողովուրդ, եթե մարդ ունի գիտելիք, կարողություն, հմտություն եւ դրա համար կարողանում է մասնավոր ընկերությունում բարձր վարձատրել, տրվել, դա գովելու պատճառ է, ոչ թե թիրախավորելու։ Հարցնում եք անվճար փաստաբանական ծառայություն մատուցել եք, լիքը մենակ մի 15 հոգու համար ես եմ խնդրել ձեր կողմից հետապնդվող քաղաքացիների իրավունքները, որպեսզի Վարդևանյանը պաշտպանի։ Ես անկեղծ որել եմ, Արամին էլ ասել եմ, ես չէի ուզում առաջադրվել, որովհետև ես այլ տեսակետ ունեմ ազգային ժողովի պաշտոնների արդյունավետության մասին, բայց քանի որ Վարդևանյանը եւ խմբակցությունը որոշել է առաջադրվել, ամենայն արդյունավետություն ենք մաղթում եւ մեր խմբակցությունը բնականաբար արդեն հայտարարել ենք ամբողջ կազմով, բացառությամբ Արթուր Սարգսյանի, որը ձեր մեղքով այս դահլիճում չի, բնականաբար կողմը քվեարկելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Գարիկ Սարգսյան, պարոն Սարաթելյան, մեկ էլ մի փոքրիկ ուղղում, ոչ թե ես եմ ձևակերպել հարց արդյոք Ռուսաստան սպառնալիք է, այլ տիկին Վարդանյանն է այդ հարցը տվել ինձ, ես էլ վերաուղղել եմ այդ հարցը ձեր խմբակցությանը։ Համեցեք, պարոն Սարգսյան։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո